հստակ են գործում մեր տղաները պաշտպանությունում։ Մխիթարյան փոխանցում առաջ դեպի Մարկոսը, Մարկոսը շարունակում է գնդակով շարժվել, հիմա թողնում է Յուրամ Մովսիսյանին եւ շատ լավ փոխանցում է կենտրոն Գևորգ Ղազարյանն է։ Տուգանային հրապարակում ոչ Մխիթարյանն է եւ գոլ։ Գևորգ Ղազարյանը Տուգանային հրապարակում էր եւ նա է եզրափակում Մխիթարյանի այս փոխանցումը, շատ գեղեցիկ կոմբինացիա կարգեցին մեր տղաները եւ նուրբ գեղեցիկ հաշվի նկատ շատ էսթետիկ հարվածով այսպիսի Գևորգ Ղազարյանը գնդակ ուղարկում է դարպասը 1-0 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականը առաջանցում հաշվի մեջ։ Արտեսեք ինչ է անում Մխիթարյանը, նա թվում էր թե հեռու նետեց գնդակը, բայց հետո ինչպես արագությամբ ներխուժեց Տուգանային հրապարակ, կտրուկ այսպես կտրեց անկյունը եւ իհարկե Գևորգ Ղազարյանի հարվածը ուղղակի կարելի է անվերջ դիտել, շատ տպավորիչ էր։ Եվ Գևորգ Ղազարյանի հերթական դիպուկ հարվածը Հայաստանի հավաքականի կազմում այո, այդպես էլ կա գրովում է հիմա մեր հավաքականը արված գոլ 2-0 եւ Գևորգ Ղազարյանը կրկին դառնում գոլի հեղինակ է, դառնում է կրկին այնքան վարպետորեն, այնքան հանգիստ, որ ուղղակի զարմանալ կարելի է թե այսքան երիտասարդ ֆուտբոլիստի մոտ որտեղից այսքան սառնասրտություն։ Երկրորդ գնդակը Գևորգ Ղազարյանի այսօր Եվ 8-րորդը ընդհանուր առմամբ, տեսեք, ընդունում է գնդակը եւ շատ լավ աչքի տակով այսպես տեսնելով թե որտեղ է դարպասապահը, տեսեք, ձգվեց հասավ գնդակին, բարձրացրեց եւ ուղարկեց հեռավոր անկյունը։ Այո, եւ այստեղ Սարգիս Հովսեփյանն է այս անգամ մնացել վերջին պաշտպանի դիրքում։ Կասպարովը շատ հանգիստ, շատ սառնասիրտ է գործում։ Մկրտչյան առաջ է շարժվում, Մովսիսյանը ստանում է գնդակը, հարված դարպասին 3-0 Յուրամ Մովսիսյան խփում է իր գնդակը եւ ոտքի անում ամբողջ տրիբունային, որովհետեւ նրա գոլին սպասում էր ամբողջ ստադիոնը։ Նույն հարվածով ես կասեի, ինչ Յուրամ Մովսիսյանը գրավեց Սլովակիայի հավաքականի դարպասը, հիշում եք Ժիլինայում, երբ նա բացեց հաշիվը երկրորդ խաղակեսում, հիմա այսպես խփում է երրորդ գնդակը։ Հիմա կրկնապատկերին սպասենք եւ նորից գնահատենք Կարլեն Մկրտչյանը իհարկե մեծ գործ արեց այստեղ, շատ երկար տարածություն անցավ եւ ժամանակին կատարեց փոխանցումը, չկար խաղից դուրս վիճակ եւ Յուրայի հարվածը այո, մեկը մեկին նույն հարվածն էր եւ նույն ուղղությամբ գնդակը հայտնվում է ցանցում, ձախ ոտքով հեռավոր անկյունը, կարծես դեժավյու լինի, ամեն դեպքում ցանցող է, իհարկե 3-0 հօգուտ Հայաստանի հավաքականին, առաջին խաղակեսի ավարտին ստացվեց Մամո Հովհաննիսյանի անցումը, այս նա մտնում է պայքարի մեջ եւ խլում է գնդակը, Մխիթարյան, Սարգիսով, հերվից հարված եւ մի փոքր է շեղընթանում գնդակը, Զավեն Բադոյանը կարող էր դառնալ գոլի հեղինակ եւ վերջ։ Այս հարվածով էլ Զավեն Բադոյանի ավարտվում է հանդիպումը, շատ գեղեցիկ գոլ կլիներ իհարկե, եթե մի փոքր ձախ հարվածեր Բադոյանը։ Ամեն դեպքում ամեն ինչ փառահեղ ստացվեց այս խաղում մեր թիմի համար, գեղեցիկ հաղթանակ կրկնում եմ բազմաթիվ փորձարկումներով եւ ստացված եւ միգուցե չստացված դա արդեն մարզիչը կասի։ Շնորհավորում ենք մեր հավաքականի ֆուտբոլիստերին, մարզիչներին եւ սպասենք մեր մյուս ընկերական հանդիպման օգոստոսի 15-ին նորից Երևանում, բայց արդեն Հրազդան ստադիոնում։